Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բաժանորդներ ջան։ Մաղթում եմ ձեզ օրհնյալ, պայծառ, ուրախ օր։ Սիրելիներս, տեսնում եք պարտեզիս ծաղիկները գեղեցիկ, գույնը զգույն, յուրահատուկ, բոլորը նվիրում եմ ձեզ։ Դեռ դա շատ քիչ է ձեզ նվիրելու համար։ Սիրելիներս, ձեր ջերմության համար, ձեր սիրո համար անչափ շնորհակալ եմ։ Այնպիսի մի անուշ հոտ է գալի, ուզում ես անընդհատ տեսնել այս գեղեցկությունը, այս մեխակները, ամեն մի թփիկները մի գեղեցիկ տեսք ունեն, իմ լավ բարեկամներ, սիրելիներս, իսկ հիմա Մարինես մի գավաթ սուրճ ինձ համար է դրել, իրեն համար թեյ է դրել, նստենք, խոսենք, թեյը խմենք եւ այսօր մի լավ գործի եմ, երեք ամուսինս թուփը քաղել է, լվացել ենք, դրել ենք լավ ջրքանվել է, հիմա միասին կսկսենք արդեն փաթաթել, հիմա Մարինես բերի սուրճը, արդեն բերում է, ինձ համար սուրճ է լցնում, իրենն էլ թեյ է բերում, համ սուրճ կխմենք, Մարինես թեյ եւ մեր գործն էլ առաջ կտանենք, սիրելի հետևորդներ ջան, Մարինե ջան, քո թեյն էլ բեր, միասին տատ ու թոռնիկ կնստենք եւ կվայելենք, լավ էլ համով սուրճ է դնում, առաջին անգամ է, որ խմում եմ այսօր, դեռ չեմ խմել սուրճ, սիրելիներս, եկել է սեզոնը, որ խաղողի տերևը պահեստավորենք ձմռան համար, ես մշակելու համար եռման-ջուր եմ վերցնելու եւ աղ եմ լցնելու եռման-ջրի մեջ, այս տարբերակով ինձ շատ դուր է գալիս, տերևները ստացվում են նուրբ, X տերևի այս երակները, կոշտ մասերը, հարգելիներս, ավելի փափկում են, ավելի նրբանում են, համն էլ շատ սիրում եմ, աղաջրի համը, իսկ հիմա կսկսենք ծալել ես ու Մարինես եւ ցույց կտանք ձեզ ու կզրուցենք, իմ լավ բարեկամներ, ճիշտ է, սառեցնում են, տարբեր տեսակներ կա սառեցնելու, շշերի մեջ են լցնում, փաթաթում են, վերջացրեցի ես իմ կոֆեն, իսկ ես այս տարբերակն եմ սիրում, դե հիմա Մարինե ջան, վերցնում եմ լավ փափուկ ընտիր տերևները, մեր խաղողի տերևներն են, իմ լավ բարեկամներ, կամանց այդ երեք է ամուսինս քաղել, լվացել է հարսը, փոշի է, դրա համար լվացել ենք, որ ավելի մաքուր լինի, հիգիենիկ լինի, չէ որ պետք է անպայման լվանք, չեմ կարող, ճիշտ է, եռացնելու եմ եռման-ջրով, բայց որոշեցի, որ լվամ, մի 4 հատ 5 հատ դնում ենք, ապրի Մարինես ցույց է տալիս, մեծ ու փոքր եմ շարել, ոչինչ, ոնց կշարես շարի, քիչ դնենք, որ տարայի մեջ ավելի հարմար լինի, սիրելիներս, տեղավորելը, քիշմիշ չի, բայց շատ լավ տերև է, մեր եղածով մենք բավարարվում ենք, Հայաստանից որ էլ ուղարկում են, միշտ ուղարկում են, ես աղաջրի մեջ եմ, բացում եմ շշերը, աղաջրի մեջ եմ դնում, իմ լավ բարեկամներ, աղաջրով շատ համեղ է, որոնք աղաջրով սիրում ենք, փաստեն, որ շատ համեղ է, մինչև թփերը նուրբ լինելը, արդեն բոլորը կհավաքեմ, որովհետև ես իմ աղջկան էլ եմ տալիս, անպայման իրեն էլ եմ բաժին հանում, այսքան մեծը հարկավոր չի, ապրի Մարինես, շատ խորը չենք կտրում, որ այս մասերից դուրս չգա, ես էլ էսպես կկտրենք, կդասավորենք, միասին, այս մեծերը մի դիրիմ աղջիկ, առանձին եմ դնում մեծերը, հիշում եմ նորից կրկին անգամ, ինչքան էինք աղաջուր անելուց, շատ եմ
դրել մեծ ամանով, նստում փաթաթում էինք, քիշմիշի տերևներ էինք հավաքում, ունենք քիշմիշ երկումով, բայց շատ փոքր է, տերևները չի լինում։ Սա էլ մի փոքր երկար կդնեմ աղաջրի մեջ, ինքը շուտ փափկում է եւ դեղնում է, կտեսնեք դուք, միասին ենք պատրաստելու։ Հապ ու թոր, համերակ, ծերով, ասում, խոսում ենք եւ մեր գործն ենք կատարում։ Էս շատ մեծ է, հա՞, Հա, մեծա մի դիվիմ աղջիկ։ Շատ մեծերը պետք չի, մեկ էլ այսպիսի տերևները պետք չեն։ Սա վնասված է։ Ամեն անգամ 2 տարա, 1 տարա փակելով բավականի կունենանք, մեզ է բավականացնում է։ Կամանց պետք է արդեն ոտքի կանգնեմ, աշխատեմ, օգնեմ գոնե տնային գործերով։ Ալիքս էլ առաջ տանեմ, իմ լավ բարեկամներ, ձեր շնորհիվ, որի համար շատ շնորհակալ եմ, որ դուք գնահատում եք իմ աշխատանքը, որ շատ եք սիրում մեզ։ Աշխատասեր Մարինկաս հողամասում էլ է օգնում, երեք որ անձրև ուշ եկավ, մի քիչ չորացել էր ցերեկը, հարցս աշխատանքից հետո, տեսնում եք, ինձանից արագ է դաստայում։ Հողամասը խոտերն էր հանում, Մարինկաս էլ հետը։ Չկարողացա, դե որ ինքը խոտերն էր հանում, ես չկարողացա նկարեի, չէի կարող նկարեի, մի քիչ օգնեց մայրիկին եւ անձրևը տեղաց։ Այս թուղթն էլ կարելի է նաեւ այսպես կտրել, լավն է, նուրբ է, ուղղակի շատ մեծ է, չէ, դա լավը չի։ Կամ էլ կարող եմ դնել փաթաթելու ժամանակ, կտրել հանել, տոլման փաթաթելու։ Մի երկու օրից էլ մի հատ լավ թարմը տերևով տոլմա ենք փաթաթելու։ Մարինե շատ է սիրում տերևով տոլմա։ Ասեմ, որ այս վերջերս կաղամբով էի փաթաթել, երբեք կաղամբի տոլմա չէր կերել, այս անգամ եմ ոնց կերավ, գիտեք ինչու հարգելիներս, թարմը կաղամբի տերևը շատ նուրբ է ստացվում, թարմը կաղամբի տերևով տոլման։ Շատ հաճույք դերիներս ուզում եմ իմ շնորհակալական խոսքը բոլորիդ ասել, որ դուք ինձ սիրեցիք եւ գնահատեցիք իմ աշխատանքները, ես էլ ձեզ եմ շատ սիրում, անչափ շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ Աստծուց, որ ունեմ ձեզ, ձեր մարդկային տեսակի համար, ձեր սիրո հարգանքի համար, եղեք միշտ առողջ իմ լավ բարեկամներ։ Չէ, պետք է, նրանք լավ էլ տերևներ են, Ազի ջան։ Ես արդեն սարքել եմ։ Հա, լավ ես արել։ Արդեն ինձանից շուտ հավաքում է, պատրաստում է իմ աղջիկը։ Սա էլ կանենք, կդնենք մի քիչ ծանրության տակ, մինչև տարան լվանանք, մինչև տարան ես միշտ ամեն ինչ պատրաստելիս ստերիլիզացնում եմ։ Տեսնում ես, գործը սկսելու ժամանակ, ասում է տատի, բեր սեղանի վրա սփռոցը փռենք եւ այս կովրիկը, որպիսի չփչանա, արդեն երեխան մտածում է, որ ապրանքը պետք է լավ պահել։ Սա արդեն տեսնում եք վառված է, պետք չէ, դրանք էլ են մեծ Մարինե ջան։ Հա, դրանք թող մնա առանձին։ Կթափենք, պետք չի մեզ։ Ինչքան կլինի, քիչ-քիչ, մի անգամից չեմ կարող հավաքել։ Հեսա։ Հա, թող մնա, դա էլ է մեծ, թող մնա կողքիդ։ Ամեն ինչն էլ ունենանք լավ է։ Տեսնեմ, ելակի կոմպոտ էլ պետք է անենք, հավաքել ենք, լավ կերան, այդ օրը հավաքել էր հարսես, շատ լավ։ Առաջի բերքն էր, որ այդքան շատ տվեց, առաջի տարին է էլի, որ այդքան շատ էր։ Համ հյուրասիրեցինք, համ կերան, համ երեխաները լավ թորներս քաղեցին, բայց հետո որ անձրև եկավ, սիրելիներս դուրսը լավա, որ դեռ սեղանը չենք պատրաստել տղայիս ծննդյան, ներսը
հյուրասիրությունը եղավ, ավելի հարմար էր ներսում։ Մի քիչ հավաքել է 3, այսօր դա էլ կփակենք, ինչքան որ կլինի, 2-ը կլինի, 3-ը, չէ որ այս ելակը մի քիչ շատ պետք է լսնես, որ համով լինի։ Ովքեր են հիշում, թե գյուղում են ապրել, ես հիշում եմ, դեռ երեխա էի, կոլխոզ էր այն ժամանակ, հողամասը բաժանում էին, այգի էին բաժանում, գայլուկները մաքրելու։ Մայրիկս էլ էր գնում, դա պարտադիր էր։ Կամ սոխի նորմա ունեին, կամ գայլուկի նորմա, հարևաններով վերցրել էին, գնում էինք, այդ գայլուկ մաքրելու, այդ լավ թփերից էլ բերում էինք, այնքան էր բերում, մամաս վաճառում էր, գիտեք, աղաջրի մեջ։ Այն ժամանակ այդպես բաներ չկար, որ սարսափցիկ դնեինք, կամ էլ շշերի մեջ, միշտ աղաջուր էր, աղաջրի մեջ էինք դնում, միշտ։ Լավ, այդ մեկը ոչինչ։ Հիմա կդնենք վրան էլ ծանրություն։ Իմ աղջիկը որոշել է այսօր ինձ եւ իրեն հյուրասիրի մեր տնական հավի ձվով ձվածեղ վերջացնենք նոր։ Արդեն սա էլ է արդեն մի քիչ լավը չի։ Հիմա իմ լավ բարեկամներ, փաթաթենք, միասին վերջացնենք, մինչև Մարինկաս կպատրաստի ձվածեղը, կհանդիպենք այդ ժամանակ։ Վերջացրեցինք, դաստայեցինք, շատ լավ գեղեցիկ։ Հիմա մի թեթև ծանրություն կդնենք, թող մի քիչ նստի, այդ ընթացքում տարաները կլվանամ, թե կոմպոտի, թե խաղողի տերևի համար։ Այս էլ աղբը, արդեն սրանք լավը չենք։ Հիմա կադրից դուրս, այս բոլոր գործով ցույց է տալիս, ինչքան փոքր է, կադրից դուրս լրիվ մաքրենք, կհանդիպենք։ Ջուրը լավ եռում է, մեջը պետք է ավելացնեմ աղ, 1 լիտր ջրին, կաթսայի մեջ 1 լիտր ջուր եմ լցրել, ես լցնում եմ համարյա 2 գթալ, մի լավ ճաշի գթալ, մի քիչ էլ թեթև, ես աղի եմ սիրում, որտև աղաջրով, շատ աղով ավելի համեղ է լինում և նուրբ է լինում, աղաջուրը կխառնեմ, որ լուծվի լավ եռման ջրի մեջ և տերևները արդեն կսկսեմ դնել աղաջրի մեջ, 1 կապով, 2 կապով կդնեմ,
Այսպես մի 2 վայրկյան 1 րոպե շուռումուռ տառնով մինչև որ սիրելիներս դեղին գույնը ստանա տերևը, փափկի, դեղնի։ Շուռ եմ տալիս, սա էլ արդեն պատրաստ է, կհանեմ։ Ձախլիկ չեմ սիրելիներս, կամերան է ցույց տալիս, աչով եմ աշխատում։ Սա էլ շուռ տամ, շատ լավ ստացվում է այս տարբերակով, այս տարբերակով եմ սիրում, միշտ աղաջրով եմ փակում։ Նորից հաջորդը, այսպես շարունակ, տեսնեմ ինչքան կլինի, եռմանջուր մտցնելուց հետո ահագին տերևները փոքրանում են, քիփանում են, 3 տարա եմ լվացել, պատրաստել, ստերիլիզացրել, բայց չգիտեմ որքան կլինի, 3-ը կլցնի, թե չէ, ինձ թվում է 1 տարա հազիվ էլ լցնի, այսպես տակ-տակ վիճակում շարում եմ սեղմելով։ Շատ լավ սեղմում եմ, որպեսզի տերևները արանք չունենա տարայի մեջ, հենց որ լցվի, տեսնեմ, եթե ջուր չկա, չի բավականացնում, ջուր էլ կավելացնեմ, նույն եռման աղաջրից կավելացնեմ, բոլորն էլ այսպես հերթով աղաջրի մեջ կմտցնեմ, 2 վայրկյան, 1 րոպե և կլցնեմ տարայի մեջ, տակ-տակ, տեսնում եք, շատ արագ ստացվում է, ուղղակի այդ ոտքիս ցավը շատ է անհանգստացնում, իմ լավ բարեկամներ, հետևորդներ ջան, դրա համար երկար չեմ կարողանում կանգնել, դուք կարող եք շատ ջրի մեջ պատրաստել, ուղղակի ինձ մոտ տերևները քիչ էր, ես 1 լիտրով պատրաստեցի, ջուրը մեզ հարկավորել չի գալիս, ուղղակի եթե մի քիչ պակասի, վրան կավելացնենք։ Արդեն պահեստավորման սեզոնն է, չէ, ասեցի, թե կոմպոտներն են սկսվել, տերևը, ովքեր էլ պատրաստում են առողջ ուտեն, խաղաղ երկնքի տակ վայելենք մեր պատրաստածները և առողջ լինենք, թող մեր զինվորներին էլ խաղաղ ծառայություն վերադառնան իրենց ծնողներին և իրենց հայրական տուն, իմ լավ բարեկամներ։ Դե ես արդեն կամաց կանեմ, բոլորը ցույց չեմ տա, նոր արդեն զակատելու ընթացքում, փակելու ընթացքում ցույց կտամ։ Տեսնում եք, բավականին տանում է 1 տարայի մեջ, մի մեծ կաթսա, որ փաթաթում եմ, տոլմա է լինում թփով, դրա համար 1 կիլանոցով եմ փաթաթում, իսկ հիմա սիրելիներս, տեսնում եք, ջուրն եմ ցույց տալիս, որ մեջը բավականին շատ է, չեմ ավելացնում, որ սեղմում ենք, ջուրը արդեն բարձրանում է, հիմա զակատում ենք, այս զակատը արդեն մի 35 տարվա պատմություն ունի, մի 5 տարի առաջ եմ բերել Հայաստանում, մնացել էր Հայաստան, մի քիչ ժանգոտել էր, բերեցի, ամուսինս մաքրեց, լավ զակատում էր, իսկ հիմա մի քիչ փախցնում է, բանկայի այդ կափարիչից, տեսնում եք, հազիվ եմ բռնում, քանի տարիներ է արդեն, նորից կտամ կնայի, որոշել եմ մի լավ զակատ գնել, որովհետև այս մինչև վերջ չեմ կարող օգտագործել, նորն եմ ուզում, չնայած այդ ժամանակ այդ զակատները 25 ռուբլի արժեին, հիշողներ կլինեն, ահա հիմա կփակեմ, մի բան կա եղավ ընդամենը, քիչ-քիչ կհավաքենք, մի 3-4 բանկա էլ կարող եմ արդեն զակատել, այսքանով իմ լավ բարեկամներ, ավարտում եմ այս հոլովակը, մաղթելով ձեզ միայն առողջություն, շնորհակալ եմ, որ դիտում եք հոլովակները
եղեք միշտ առողջ ու երջանիկ։ Հիմա մաքրեմ տարան և արդեն կտեղավորեմ իմ լավ բարեկամներ։ Ստեսություն, մինչ նոր հոլովակ, սիրելիներս, վերջ։